Պետրոս առաքյալի ընդհանրական երկրորդ թուղթը 3 Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը Սիրելիներ, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում հիշեցման համար։ Հիշեցեք Սուրբ Մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։ Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների, և պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը», քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն ձևով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից։ Եվ այս բանը ուզողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե եղել է երկինքը և երկիրը, ջրերից, և ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խոսքով։ Դրա համար էլ այն ժամանակվա աշխարհը ապականվելով կործանվեց ջրհեղեղով։ Իսկ այժմ երկինք և երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակին դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար։ Բայց այս ևս ձեզնից ծածկված չլինի, սիրելիներ, որ Տիրոջ համար մեկ օրը ինչպես 1000 տարի է, և 1000 տարին ինչպես մեկ օր։ Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն։ Բայց Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանա շառաչյունով, և տարերքը հրով կիզված պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն։ Նոր կյանք, նոր երկիր, նոր երկինք, նոր երկիր։ Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի մարդիկ պետք է լինեք դուք, սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով, սպասելով և հասնել ջանալով Տիրոջ օրվա գալստյան, երբ փռավար երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի։ Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում, հորդոր և փառաբանություն։ Ուստի, սիրելիներ, սպասելով այս բաներին, ջանք թափեցեք, որ նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ, և Տիրոջ համբերատարությունը փրկություն համարեցեք, ինչպես որ մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ, ըստ Աստծուց իրեն շնորհված իմաստության, և ինչպես որ իր բոլոր թղթերում էլ խոսում է դրանց մասին։ Դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անասուններն ու տատանվողները ծուռ են մեկնում, նրանք այդպես են մեկնում նաև բոլոր գրվածքները, իրենց անձերի կորստյան համար։ Դուք ուրեմն, սիրելիներ, իբրև նախապես տեղյակ դարձած մարդիկ, զգուշացեք, որ անառակ մոլորությամբ տարված չկորցնեք ձեր վստահությունը։ Աճեցեք մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փառք թե այժմ և թե մինչև հավիտենության օրը։ Ամեն։